Շենացրու պետությունդ եղիր օրինապահ, նվիրված ու հոգատար խորագրով ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում նշվեց քաղաքացու օրը։ Օրվա առթիվ Սևան բազմաբնակավայր համայնքում եւս իրականացվեցին մի շարք միջոցառումներ։ Սևանի բիզնես կենտրոնում պատանիների եւ երիտասարդների հետ հանդիպում անցկացրեց Գավառի պետական համալսարանի դասախոս Սարվոր զբոսաշրջային սոցիալ-կրթական բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Լալա Մկրտչյանը։ Հիմնական մեսիջը այն է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է նախ եւ առաջ լինել ակտիվ քաղաքացի եւ պատասխանատու քաղաքացի, որովհետեւ ամեն ինչ կախված է ցանկացած մեկից, յուրաքանչյուր մարդու որոշում միանգամից ազդում է ընդհանուր շահերի վրա եւ ակտիվ քաղաքացի նշանակում է ոչ միայն պարտադիր մասնակցել մենակ ընտրություններին կամ ինչ-որ բան, այլ ինքը պիտի ունենա պատասխանատու վարքագիծ եւ ակտիվորեն փորձի, եթե ինչ-որ բան այն չէ, փորձի փոխել եւ օրինակ բնապահպանությունը եւ այլն ունենա պատասխանատու վարքագիծ եւ փորձի փոխել դեպի դրականը ամեն ինչ, ինչը որ կախված է իրենից եւ ցանկացած մարդ եթե մտածում է, որ իրենից ոչ մի բան կախված չէ, դա սխալ է, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ինքը իր հայրենիքի, իր պետության լիարժեք անդամն է եւ իր ձայնը, իր գործունեությունը, իր գործողությունները չափազանց կարեւոր են պետության կայացման գործում։ Բանախոսը կիսվեց իր կյանքի փորձով, պատմեց Սարվոր զբոսաշրջային սոցիալ-կրթական բնապահպանական հասարակական կազմակերպության հաջողված ծրագրերի մասին։ Հետաքրքիր քննարկում ծավալվեց քաղաքացի պետականություն հասկացությունների արժևորման, պետության եւ հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորման արմատավորման մասին։ Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ իրենց հետաքրքրող հարցերով դիմելու բանախոսին։ Հանդիպումից հետո Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ համերգային ծրագիր մասնակցությամբ արվեստի եւ մշակութային օջախների սաների պարային խմբերի։ Օրվա առթիվ Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի ջեմասրահում ներկայացված էին ձեռքի եւ նկարչական աշխատանքների ցուցահանդես, որի հեղինակները Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սաներն էին։ Քաղաքացու օրվա միջոցառումների շարքում հատկանշական էր նաեւ մարզական նախաձեռնությունը, անցկացվեց սիրողական հեծանվավազք անջատ մեկնարկով 10 կիլոմետր մրցուղով։ Մեկնարկը տրվեց Սևան-Երևան մայրուղու վերգետնյա անցման տարածքից, որը շարունակվեց դեպի Երևան գնացող ճանապարհի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի ճանապարհահատված։ Հեծանվավազքին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Սևանի Մաշտոցի անվան առաջին, Զարոբյանի անվան երկրորդ, Վլադիմիր Կարապետյանի անվան երրորդ, 4-րդ հիմնական եւ Գոմաձորի 6-րդ միջնակարգ դպրոցների աշակերտները։ Աղջիկների խմբից առաջին պատվավոր եռյակում էին Սառա Մկրտչյանը, Կարինե Դալլաքյանը, Միլենա Մարգարյանը, տղաների խմբից առաջին 3 տեղերը կիսեցին Գարիկ Ավագյանը, Էրիկ Գնդոյանը, Արմեն Խաչատրյանը։ Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին պարեկները։ Լճաշեն բնակավայրում եւս օրը հագեցած էր։ Լճաշենցի պատանիներն ու երիտասարդներն օրվա խորագրին համահունչ հետաքրքիր հանդիպում ունեցան Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ղեկավար Քրիստինե Հակոբյանի հետ։ Ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի եւ երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաեւ ծավալել հետաքրքիր քննարկում։ Հանդիպմանը հաջորդեց Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը եւ Լճաշենի Ռաֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան երգի եւ պարի խմբերի սաների մասնակցությամբ համերգային ծրագիրը։ Համաձայն տոների եւ հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ապրիլի վերջին շաբաթօրը նշվում է որպես քաղաքացու օր։ Քաղաքացու օրվա շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության եւ պետական խորհրդանիշների արժևորմանը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահուր։